Այս մարդը ապացուցեց, որ մահը կարելի է չեղարկել խոսքով։ Նոբելյան մրցանակից 1 ամիս առաջ նա մահացած է։ Պատահականություն։ Ինչու են այն մարդիկ, ովքեր ճիշտ են սնվում, զբաղվում են սպորտով եւ խմում վիտամիններ, միևնույն է, ծերանում, հիվանդանում քաղցկեղով, դիաբետով եւ մահանում տանջանքների մեջ։ Ինչու են բժիշկներն անզոր, իսկ դեղահաբերը չեն գործում։ Սիմոն Դավիթովիչ Կիրլյանը, կենսաբանական գիտությունների դոկտորը, Նոբելյան մրցանակի հավակնորդը, բացահայտեց գաղտնիքը։ Մահը ծրագրային խափանում է, որը դուք ինքներդ եք ստեղծում ձեր յուրաքանչյուր բառով։ Ինչպես է դա հնարավոր։ Ինչ է նա իմացել։ Ում էր ձեռնտու դա թաքցնել։ Հենց հիմա դուք կիմանաք Սիմոն Կիրլյանի 5 ցնցող բացահայտումները։ 5-րդ բացահայտումը կհեղաշրջի կյանքի, մահվան եւ իրականության բնույթի մասին ձեր պատկերացումները։ Սիմոն Կիրլյանը ծնվել է 1942 թվականին սովետական սովորական ընտանիքում։ Ոչ ոք չէր կարող ենթադրել, որ այս տղան մի օր մարտահրավեր կնետի համաշխարհային բժշկությանը։ Նա դարձավ կենսաբանական գիտությունների դոկտոր, Հայաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ Սակայն ճանաչման տանող ճանապարհը պատված էր փշերով։ Պաշտոնական գիտությունը նրա աշխատանքները հայտարարեց կեղծ գիտություն։ Գործընկերները ծիծաղում էին, լրատվամիջոցները մեղադրում էին շարլատանության մեջ։ 1985 թվականին Կիրլյանը սկսեց փորձարկումներ, որոնք փոխեցին ամեն ինչ։ Նա DNT-ն հնչեցնում էր ոչ թե որպես մեռած քիմիական բանաձև, այլ որպես կենդանի համակարգ, ունակ ընդունելու եւ փոխանցելու տեղեկատվություն։ Մինչ այլ գիտնականներ կտրատում էին մոլեկուլները վիրաբուժական դանակով, Կիրլյանը լսում էր նրանց երաժշտությունը։ Նա հայտնաբերեց, որ DNT-ն ճառագայթում է ալիքներ, որոնք նման են ռադիոազդանշանների։ Այդ ալիքները կրում են տեղեկատվություն առողջության, հիվանդությունների եւ նույնիսկ կյանքի տևողության մասին։ 2000-ականներին տեղի ունեցավ բեկում։ Կիրլյանը ապացուցեց, որ DNT-ն արձագանքում է մարդկային խոսքին այնքան ուժեղ, որքան ճառագայթմանը կամ քիմիական նյութերին։ Դա շոկ էր գիտական աշխարհի համար։ Ավանդական բժշկության ներկայացուցիչները հրաժարվում էին հրապարակել նրա հոդվածները, ասելով՝ դա անհնար է, դա հակասում է ֆիզիկայի օրենքներին, բայց փորձարկումների արդյունքներն անհնար էր հերքել։ 2020 թվականին տեղի ունեցավ անհավանականը։ Կիրլյանին ներկայացրեցին Նոբելյան մրցանակի, ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում։ Տեղեկատվությունը տարածվում էր նեղ գիտական շրջանակներում։ Պաշտոնական հաստատում չկար, բայց գիտնականի կողմնակիցները պատրաստվում էին հաղթանակի։ 2020 թվականի նոյեմբերի 17-ին Սիմոն Կիրլյանը հանգարծամահ է լինում 78 տարեկան հասակում, ընդամենը 1 շաբաթ առաջ լինելով լիովին առողջ։ Հարազատները խոսում են ինֆարկտի մասին, բժիշկները հաստատում են, բայց հարցերը մնում են։ Ինչպես մարդը, ով 40 տարի ուսումնասիրել է կյանքի եւ մահվան բնույթը, մահանում է այսքան անսպասելի։ Ինչու հենց գլխավոր պարգևից 1 ամիս առաջ։ Ում էր ձեռնտու ստիպել նրան լռել։ Ինչ էր նա կոնկրետ բացահայտել, որը սպառնում էր դեղագործական կորպորացիաների տրիլիոնանոց բիզնեսին։ Մահից առաջ Կիրլյանը հասցրեց իր աշակերտներին փոխանցել ինչ-որ կարևոր բան։ Տեղեկատվություն 5 գլխավոր բացահայտումների մասին։ Տեղեկատվություն, որը կարող է փոխել յուրաքանչյուրի կյանքը, ով կլսի այն։ Այսօր դուք կիմանաք այդ գաղտնիքները, բայց սկզբում մի փաստ, որից մազերը բիզ-բիզ են կանգնում։ Բայց ամենացնցողը դա չէ։ Առջևում բացահայտում է, որը ժամանակակից գիտությունը մինչ օրս չի կարողանում բացատրել։ Կիրլյանի առաջին բացահայտումը կապված է մի փորձարկման հետ, որը հնչում է ինչպես գիտական ֆանտաստիկա։ Գիտնականը վերցրեց մարդկային DNT-ի նմուշ եւ տեղադրեց այն հերմետիկ խցիկի մեջ։ Հատուկ սարքերը ֆիքսում էին մոլեկուլից եկող թույլ էլեկտրամագնիսական ճառագայթումը։ Դա նորմալ էր, ցանկացած կենդանի հյուսվածք էներգիա է ճառագայթում։ Առայժմ ամեն ինչ համապատասխանում էր ֆիզիկայի օրենքներին։ Այնուհետև Կիրլյանը ամբողջությամբ հեռացրեց DNT-ն խցիկից, մաքրեց մինչև վերջին մոլեկուլը, ստուգեց 10 անգամ։ Բնության բոլոր օրենքներով ճառագայթումը պետք է անմիջապես դադարեր։ Աղբյուրը անհետացել է, ազդանշանը պետք է անհետանար։ Տրամաբանությունը երկյաթե էր,
բայց բնությունը ծիծաղեց տրամաբանության վրա։ Սարքերը շարունակում էին ֆիքսել ճառագայթումը՝ 1 օր, 2, 3, 1 շաբաթ, 1 ամիս։ 40 օր շարունակ դետեկտորները որսում էին ալիքները դատարկ խցիկից։ Կիրլյանը այս երևույթը անվանեց ԴՆԹ-ի ֆանտոմ, հետք, դրոշմ, հոլոգրամ տարածության մեջ։ Մոլեկուլները անհետացել էին, բայց տեղեկատվությունը մնացել էր։ Ինչպես երաժշտությունն է շարունակում հնչել գլխում ռադիոն անջատելուց հետո։ Գիտնականը հարյուրավոր անգամներ կրկնում էր փորձը, փոխում էր սարքավորումները, հրավիրում անկախ փորձագետների։ Արդյունքը չէր փոխվում։ Ֆանտոմը գոյություն ուներ։ Տեղեկատվությունը ավելի ուժեղ գտնվեց մատերիայից։ Դա հարված էր ողջ մատերիալիստական գիտությանը։ Եթե հետքը մնում է կրիչի ոչնչացումից հետո, նշանակում է տեղեկատվությունը գոյություն ունի ֆիզիկական աշխարհից անկախ։ Կիրլյանը կատարեց հեղափոխական եզրակացություն։ Ձեր բջիջները թողնում են ալիքային հետք տարածության մեջ։ ԴՆԹ-ի յուրաքանչյուր մոլեկուլ ստեղծում է ինքն իր անտեսանելի պատճենը։ Այդ պատճենը ապրում է իր կյանքով նույնիսկ բջջի մահից հետո։ Պատկերացրեք, երբ դուք մահանում եք, ձեր մարմինը քայքայվում է, բայց ալիքային պատճենը մնում է։ Այն շարունակում է գոյություն ունենալ տարածության մեջ, ինչպես ռադիոալիք, որը չի կարելի տեսնել, բայց կարելի է որսալ ընդունիչով։ Գիտնականը հարց տվեց. եթե բջիջները թողնում են ֆանտոմ, ինչ է տեղի ունենում գիտակցության հետ, ձեր մտքերի, հիշողությունների, անհատականության հետ։ Միթե նրանք նույնպես հետք են թողնում մարմնի մահից հետո։ Այս հարցը Կիրլյանին հանգեցրեց երկրորդ բացահայտմանը, եւ այստեղ սկսվում է իսկական դետեկտիվ։ Դա միայն առաջին բացահայտումն էր, բայց այն արդեն պայթեցնում է ուղեղը։ Առջևում էլ ավելի հզորն է, որովհետև խոսքը գնալու է այն մասին, թե ինչպես են ձեր խոսքերը սպանում կամ բուժում մոլեկուլյար մակարդակում։ Կիրլյանի երկրորդ բացահայտումը ռումբ դարձավ նույնիսկ նրա կողմնակիցների համար։ Գիտնականը անցկացրեց մի շարք փորձեր, որոնք ապացուցում էին անհավանականը։ ԴՆԹ-ն հասկանում է մարդկային խոսքը։ Ոչ պարզապես արձագանքում է ձայնին, այլ հենց հասկանում է բառերի իմաստը, ինչպես համակարգիչը հասկանում է ծրագրավորողի հրամանները։ Կիրլյանը վերցրեց առողջ մարդկային ԴՆԹ-ի նմուշներ, դրեց դրանք մանրադիտակի տակ և սկսեց ազդել ձայնային ալիքներով։ Նա օգտագործում էր հատուկ լազեր, մոդուլացված մարդկային խոսքով։ Լազերային ճառագայթը տեղափոխում էր ձայնային տեղեկատվությունը անմիջապես մոլեկուլյար կառուցվածքի մեջ։ Առաջին թեստը՝ հայհոյանք և անեծք։ Կիրլյանն արտասանում էր ամենակոպիտ, ամենաչար բառերը, որոնք միայն գիտեր։ Մանրադիտակի միջով դիտվում էր սարսափելի պատկեր։ Քրոմոսոմները սկսում էին աղավաղվել, ոլորվել, պատռվել։ Վնասվածքները աճում էին յուրաքանչյուր վայրկյան։ Գիտնականը դադարեցրեց փորձը և չափում կատարեց։ Արդյունքը ապշեցրեց։ ԴՆԹ-ի վնասվածքները համապատասխանում էին 30,000 ռենտգեն հզորությամբ ճառագայթման ազդեցությանը։ Համեմատության համար մարդու համար մահացու ճառագայթման չափաբաժինը կազմում է 400 ռենտգեն։ Մեկ անեծքը հասցնում էր 75 անգամ ավելի մեծ վնաս, քան մահացու ճառագայթումը։ Սա փոխաբերություն չէ, սա սարքերով չափված ֆիզիկական իրականություն է։ Այնուհետև Կիրլյանը անցկացրեց հակառակ փորձը։ Վերցրեց վնասված ԴՆԹ-ի նմուշները, այն նույն, որոնք քայքայել էր անեծքներով, և սկսեց ազդել աղոթքներով ու բարի խոսքերով։ Նա կարդում էր ուղղորփախ աղոթքներ, բուդդայական մանտրաներ, պարզապես ասում էր բարի մաղթանքներ, արտասանում էր բառերը անկեղծ, խոր զգացմունքով։ Եվ տեղի ունեցավ հրաշք։ Պատռված քրոմոսոմները սկսեցին միաձուլվել, վնասված հատվածները վերականգնվում էին։ Գործընթացը գնում էր աչքի առաջ։ Որքան ուժեղ էր բառերի զգացմունքային երանգը, այնքան ավելի արագ էր տեղի ունենում ապաքինումը։ Անկեղծ աղոթքը աշխատում էր ավելի արագ, քան մեխանիկական կրկնությունը։
Սերը բուժում էր ավելի արդյունավետ, քան անտարբերությունը։ Կիրլյանը հասկացավ. ձեր յուրաքանչյուր բառը ծրագրավորում է ձեր մարմինը։ Սա հոգեբանություն չէ, ինքնաներշնչանք չէ, պլացեբոյի էֆեկտ չէ։ Սա ձայնային ալիքի ուղիղ ֆիզիկական ազդեցությունն է մոլեկուլյար կառուցվածքի վրա։ Երբ մայրը գոռում է երեխայի վրա, նա քայքայում է նրա դնթն։ Երբ մարդն ասում է ինքն իրեն «ես հիվանդ եմ, ես ծեր եմ, ես մահանում եմ», նա բառացիորեն սպանում է իր բջիջները ներսից։ Բայց հակառակը նույնպես աշխատում է։ Երբ ասում եք բարի խոսքեր ձեզ կամ ուրիշներին, գործարկում եք ապաքինման գործընթացը։ Աղոթքը դիմում չէ դեպի երկինք, դա ալիքային թերապիա է, որը վերականգնում է գենետիկական կոդը։ Յուրաքանչյուր բարի խոսք դեղ է, յուրաքանչյուր անեծք թույն է, և ձեր մարմինը լսում է դրանցից յուրաքանչյուրը։ Պատկերացրեք միայն, թե օրվա ընթացքում քանի անգամ եք մտովի կամ բարձրաձայն արտասանում քայքայող արտահայտություններ։ Ես հոգնել եմ, գլուխս ցավում է, սա անտանելի է, ես չեմ դիմանա։ Յուրաքանչյուր նման արտահայտություն հարված է ձեր դնթ-ին, հարված 30,000 ռենտգեն ուժգնությամբ։ Իսկ հիմա բազմապատկեք օրերի, ամիսների, տարիների քանակով։ Ահա թե որտեղից են գալիս հիվանդությունները, որոնք բժիշկները անվանում են անբացատրելի։ Բայց սա դեռ ոչինչ է։ Հաջորդ բացահայտումը բացատրում է, թե ինչու են ոմանք ապրում մինչև 100 տարի և մնում առողջ, իսկ մյուսները մահանում են 50-ում անբուժելի հիվանդություններից։ Երրորդ բացահայտումը վերաբերում է նրան, ինչը Կիրլյանը անվանեց երկրի միասնական ինֆորմացիոն դաշտ։ Սա հնչում է էզոթերիկ, բայց գիտնականը ապացուցեց դա մաթեմատիկորեն և փորձնականորեն։ Մոլորակի յուրաքանչյուր կենդանի էակի մասին ամբողջ տեղեկատվությունը պահվում է միասնական դաշտում, հսկայական անտեսանելի գրադարան, որտեղ գրված է յուրաքանչյուր բջջի, յուրաքանչյուր օրգանիզմի, յուրաքանչյուր մարդու պատմությունը, ով երբևէ ապրել է։ Կիրլյանը փորձեր էր անցկացնում բույսերի հետ, վերցնում էր երիտասարդ առողջ ցորենի բույս, գրանցում էր նրա դնթ-ի ալիքային բնութագիրը հատուկ կրիչի վրա, այնուհետև վերցնում էր ծեր մահացող բույսը, որն արդեն գրեթե չորացել էր, տերևները դեղին, ցողունը թարամած, արմատները փտում են։ Բոլոր նշաններով մի քանի օրից բույսը կոչնչանա։ Գիտնականը սկսում էր ճառագայթել մահացող բույսը երիտասարդից ստացված ալիքային տեղեկատվության գրառմամբ։ Արդյունքը դրսևորվում էր 24 ժամ անց։ Ծեր բույսը սկսում էր կենդանանալ, հայտնվում էին նոր կանաչ տերևներ, ցողունը ուղղվում էր, արմատները ամրանում էին։ Մեկ շաբաթ անց անհնար էր հավատալ, որ դա նույն մահացող բույսն է, այն վգլվում էր երիտասարդ, թարմ, կենսական ուժով լի։ Բայց որտեղից էր բույսը վերցնում տեղեկատվությունը վերականգնման համար։ Կիրլյանը հասկացավ, այն կարդում էր դա ինֆորմացիոն դաշտից։ Գրառումը ծառայում էր ընդամենը որպես բանալի, որը բացում էր մուտքը դեպի հսկայական տվյալների բանկ, ինչպես գաղտնաբառը, որը բացում է գրադարանի դուռը։ Գիտնականը կատարեց հաջորդ քայլը, անցկացրեց նմանատիպ փորձեր կենդանիների հետ։ Շաքարային դիաբետով հիվանդ առնատները ստանում էին առողջ առնատների ալիքային տեղեկատվության ճառագայթում։ Նրանց մոտ սկսում էր աշխատել ենթաստամոքսային գեղձը, արյան մեջ շաքարի մակարդակը իջնում էր մինչև նորմը, առանց ինսուլինի, առանց դեղահաբերի, առանց դիետայի, միայն ալիքային տեղեկատվություն։ Քայքայված ցանցաթաղանթով կույր մկերը ստանում էին տեսնող մկերի տեղեկատվության ճառագայթում։ Մեկ ամիս անց նրանք սկսում էին տեսնել, նրանց ցանցաթաղանթը վերականգնվում էր ոչնչից։ Բջիջները կարդում էին առողջության ծրագիրը ինֆորմացիոն դաշտից և վերակառուցվում էին այդ ծրագրով։ Կիրլյանը եկավ հեղափոխական եզրակացության։ Մենք բոլորս միացված ենք միասնական դաշտին։ Ձեր յուրաքանչյուր միտք, յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր էմոցիա ալիք է ստեղծում տեղեկատվության այդ օվկիանոսում։ Երբ դուք պարկանում եք, ատում եք, նախանձում եք, դուք աղտոտում եք դաշտը ձեր շուրջը։ Դա ազդում է բոլոր նրանց առողջության վրա, ովքեր գտնվում են կողքին, հատկապես երեխաների, որովհետև նրանց կապը դաշտի հետ ավելի ուժեղ է։ Երբ զգում եք սեր, ուրախություն, երախտագիտություն, մաքրում եք տարածությունը։ Ձեր վիճակը ազդում է շրջապատողների վրա, հեռավորության վրա։ Հենց դրա համար էլ այլ մարդու համար աղոթքը աշխատում է, նույնիսկ եթե նա գտնվում է մոլորակի մյուս ծայրում։
ալիքը գնում է ինֆորմացիոն դաշտ և հասնում ստացողին, որովհետև դաշտում հեռավորություն գոյություն չունի, այնտեղ չկան մետրեր և կիլոմետրեր, կա միայն կապ։ Սա բացատրում է ֆենոմենները, որոնք գիտությունը անվանում է միստիկա։ Ինչու է մայրը զգում, երբ իր երեխան վատ է զգում նույնիսկ հազարավոր կիլոմետրեր հեռու, որովհետև նրանք կապված են ինֆորմացիոն դաշտի միջոցով։ Ինչու են երկվորյակները զգում միմյանց ցավը։ Ինչու են մարդիկ տեսնում մարգարեական երազներ։ Այս ամենը տեղեկատվության ընթերցումն է միասնական դաշտից։ Թվում էր, թե հիմա պարզ է, բայց առջևում սկսվում է ամենասարսափելին։ Չորրորդ բացահայտումը բացատրում է, թե ինչու էին գիտնականից այդքան վախենում։ Կիրլյանը կանգ չառավ տեսության վրա։ Նա ստեղծեց բուժման պրակտիկ տեխնոլոգիա ալիքային մատրիցաների միջոցով։ Տեխնոլոգիա, որը սպառնում էր դեղագործական արդյունաբերության գոյությանը, ճյուղ, որը վաստակում է տարեկան 4 տրիլիոն դոլար։ Մեթոդի էությունը պարզ է։ Վերցվում է երիտասարդ օրգանիզմի առողջ ԴՆՏ, գրանցվում է նրա ալիքային բնութագիրը։ Այնուհետև այդ տեղեկատվությամբ ճառագայթվում են պացիենտի հիվանդ բջիջները։ Բջիջները կարդում են առողջության ծրագիրը և սկսում վերականգնվել առանց քիմիայի, առանց վիրահատությունների, առանց կողմնակի ազդեցությունների։ 2005 թվականին Կիրլյանը անցկացրեց պաշտոնապես գրանցված փորձարկում։ Վերցրեց ծանր ձերի դիաբետով առնետների խումբ, նրանց ենթաստամոքսային գեղձը գրեթե չէր արտադրում ինսուլին։ Մարդկային չափանիշներով դա համապատասխանում էր հիվանդության վերջին փուլին։ Առանց բուժման առնետները պետք է սատկեին 2-3 շաբաթից։ Գիտնականը ճառագայթում էր նրանց երիտասարդ առնետների առողջ ենթաստամոքսային գեղձի ալիքային մատրիցայով։ Սեանսները տևում էին 20 րոպե, շաբաթը 3 անգամ։ 10 օր անց շաքարի մակարդակը սկսեց նվազել։ 3 շաբաթ անց այն հասավ նորմայի։ Առնետները լիովին բուժվեցին դիաբետից։ Նրանց ենթաստամոքսային գեղձը վերականգնեց ինսուլինի արտադրության ֆունկցիան։ Հաջորդ փորձը էլ ավելի տպավորիչ էր։ Կիրլյանը վերցրեց կույր մկների խումբ։ Նրանց ցանցաթաղանթը լիովին քայքայված էր գենետիկական արատով։ Կուրությունը անբուժելի է։ Ժամանակակից բժշկությունը կարող է միայն դանդաղեցնել գործընթացը, բայց ոչ վերականգնել տեսողությունը։ Ցանցաթաղանթի փոխպատվաստումը տեխնիկապես անհնար է։ Գիտնականը սկսեց ճառագայթել մկների աչքերը առողջ ցանցաթաղանթի ալիքային տեղեկատվությամբ։ Գործընթացը գնում էր դանդաղ։ Առաջին փոփոխությունները դրսևորվեցին 2 շաբաթ անց։ Մկները սկսեցին արձագանքել լույսին։ 1 ամիս անց նրանք տարբերում էին առարկաները։ 2 ամիս անց նրանց տեսողությունը լիովին վերականգնվեց։ Կույր մկները տեսնում էին նույնքան լավ, որքան առողջները։ Գոյություն ունեն ոչ պաշտոնական տվյալներ մարդկանց բուժման մասին։ Ուռուցքաբանական հիվանդներ, որոնց բժիշկները տալիս էին 1 ամիս կյանք, անցնում էին ալիքային թերապիայի կուրս Կիրլյանի մոտ։ Ուռուցքները փոքրանում էին, իսկ որոշ դեպքերում անհետանում ամբողջությամբ։ Փաստաթղթերով դա հաստատված չէ, որովհետև պաշտոնական բժշկությունը հրաժարվում էր ճանաչել մեթոդը, բայց հենց պացիենտների վկայությունները գոյություն ունեն։ Հիմա պարզ է դառնում, թե ինչու էր սա վտանգավոր։ Եթե մարդը կարող է բուժել քաղցկեղը, դիաբետը, կուրությունը ձայնի և լույսի միջոցով, ինչին են պետք 100 հազարավոր դոլարանոց արժողությամբ քիմիաթերապիաները։ Ինչին են պետք ինսուլինի ծմահ ներարկումները։ Ինչին են պետք աչքերի բարդագույն վիրահատությունները։ Դեղագործական կորպորացիաները կորցնում են 4 տրիլիոն դոլարանոց շուկա։ Սա բիզնես չէ, սա կայսրություն է։ Եվ այդ կայսրությունը պաշտպանում է իրեն։ Կիրլյանին չէին հրապարակում գիտական ամսագրերում, նրա գյուտերը չէին արտոնագրում։ Լրատվամիջոցները նրան հայտարարում էին շառլատան, իսկ երբ դա քիչ եղավ, Նոբելյան մրցանակի անվանակարգից 1 ամիս առաջ նա հանկարծակի մահանում է։ Ինֆարկտ, 78 տարեկանում։ Մարդով գիտեր, թե ինչպես կանխել ցանկացած հիվանդություն։ Իսկ հիմա ուշադրություն։ Հաջորդը ամենագլխավոր բացահայտումը, այն հանուն ինչի դուք դիտում եք այս տեսանյութը մինչև վերջ։
Տեղեկատվություն, որը Կիրլյանը փոխանցեց աշակերտներին մահից առաջ։ 5-րդ եւ ամենացնցող բացահայտումը վերաբերում է մահվան բնույթին։ Կիրլյանը պնդում էր. մահը սովորական ըմբռնմամբ գոյություն չունի։ Այն, ինչ մենք անվանում ենք մահ, դա մի ընդամենը խափանում է ծրագրում, սխալ կոդի մեջ, որը մենք ինքներս ենք գրում մեր մարմնի ծննդյան պահից։ Պատկերացրեք ձեր մարմինը որպես ռադիոընդունիչ։ Բարդ, կատարյալ, բայց այնուամենայնիվ ընդունիչ։ Այն որսում է ազդանշանը ինֆորմացիոն դաշտից և վերափոխում այն կյանքի։ Քանի դեռ ընդունիչը աշխատում է, դուք ապրում եք։ Երբ այն փչանում է, դուք մահանում եք։ Բայց հարց. ինչ է տեղի ունենում հենց ազդանշանի հետ, ալիքի հետ, որը որսում է ընդունիչը։ Կիրլյանը պատասխանում էր. ազդանշանը ոչ միտեղ չի անհետանում։ Ռադիո ալիքը շարունակում է գոյություն ունենալ, նույնիսկ երբ ընդունիչը փչացած է։ Ճիշտ այդպես էլ ձեր գիտակցությունը շարունակում է գոյություն ունենալ, նույնիսկ երբ մարմինը մահանում է։ Այն մնում է ինֆորմացիոն դաշտում, ինչպես DNT-ի ֆանտոմը, որը ալիքներ է ճառագայթում մոլեկուլի քայքայումից 40 օր հետո։ Բայց որտեղից է գալիս խափանումը։ Ինչու է ընդունիչը փչանում։ Կիրլյանը անցկացրեց տասնյակ փորձեր և եկավ անհավանական եզրակացության։ Մենք ինքներս ենք ծրագրավորում մեր մահը։ Ամեն անգամ, երբ արտասանում եք «ես ծերանում եմ», դուք գրում եք ծերացման ծրագիրը ձեր DNT-ի մեջ։ Երբ ասում եք «ես հիվանդ եմ», գրում եք հիվանդության ծրագիրը։ Երբ մտածում եք «ես կմեռնեմ», ստեղծում եք մահվան ծրագիրը։ Սա փոխաբերություն չէ, սա ֆիզիկական գործընթաց է։ Ձեր խոսքերը ստեղծում են ձայնային ալիք։ Այդ ալիքը ազդում է DNT-ի վրա։ DNT-ն փոխում է իր կառուցվածքը ստացված տեղեկատվությանը համապատասխան։ Եթե տեղեկատվությունը քայքայող է, DNT-ն քայքայվում է։ Եթե բուժիչ է, DNT-ն վերականգնվում է։ Կիրլյանը պնդում էր. մահվան վախը քայքայման ամենահզոր ծրագիրն է։ Մարդը վախենում է մահանալ։ Վախի այդ էմոցիան հսկայական ալիք է ստեղծում ինֆորմացիոն դաշտում։ Ալիքը գրվում է DNT-ի մեջ։ Բջիջները սկսում են պատրաստվել մահվան։ Գործարկվում են ծերացման գործընթացները։ Օրգանիզմը դանդաղ մահանում է, որովհետև ինքն է ծրագրավորված դրան։ Բայց եթե փոխել ծրագիրը, կարելի է փոխել արդյունքը։ Կիրլյանը ապացուցեց. մարդիկ, ովքեր չեն վախենում մահից, ավելի երկար են ապրում։ Ոչ թե որովհետև նրանք համարձակ են, այլ որովհետև նրանց DNT-ում չկա վախի ծրագիրը։ Նրանց բջիջները չեն ստանում ազդանշան մահանալու անհրաժեշտության մասին։ Գիտնականը ուսումնասիրում էր ամբողջ աշխարհի երկարակյացներին, մարդկանց, ովքեր ապրել են մինչև 100, 110, 150 տարի։ Ինչն էր նրանց միավորում։ Ոչ դիետան, ոչ սպորտը, ոչ դեղամիջոցը։ Նրանց միավորում էր վերաբերմունքը մահվան նկատմամբ։ Նրանք չէին վախենում դրանից, ընկալում էին որպես բնական անցում այլ վիճակի։ Կիրլյանը գրել է սա իր վերջին աշխատության մեջ։ Մենք անմահ ենք, քանի դեռ հնչում է մեր մեղդին ինֆորմացիոն դաշտում։ Մարմնի մահը ձեր որպես անհատականության վերջը չէ։ Դա անցում է գոյության մի ձևից մյուսին, նյութականից ալիքայինի, տեսանելիից անտեսանելիի։ Բայց տեղեկատվությունը ձեր մասին մնում է ընդմիշտ։ Հենց դրա համար գոյություն ունեն ռեինկարնացիայի ֆենոմենները։ Երեխաներ, ովքեր հիշում են անցյալ կյանքերը։ Նրանք չեն հորինում, նրանք կարդում են տեղեկատվություն դաշտից, որտեղ պահվում է մի շողություն բոլորի մասին, ով երբևէ ապրել է։ Ձեր խոսքերը, արարքները, մտքերը գրված են այդ դաշտում։ Դրանք ազդում են այլ մարդկանց վրա, ապագա սերնդի վրա, իրականության բուն կառուցվածքի վրա։ Մահից առաջ Կիրլյանը ասաց իր աշակերտներին. եթե ինձ սպանեն, դա ոչինչ չի փոխի։ Տեղեկատվությունը արդեն դաշտում է, այն հնարավոր չէ ոչնչացնել։ Կարելի է միայն ընդունել կամ մերժել։ Մեկ շաբաթ անց նա մահացավ, բայց նրա խոսքերը մնացին, նրա բացահայտումները մնացին,
Եվ հիմա դուք գիտեք այն, ինչ գիտեր նա։ Բավական է տեսությունը, անցնում ենք պրակտիկային։ Ահա կոնկրետ քայլեր, որոնք կարելի է կիրառել արդեն այսօր, որպեսզի վերածրագրավորեք ձեր իրականությունը։ Առաջին կանոն. անմիջապես բացառեք խոսքից քայքայող արտահայտությունները։ Ես հոգնել եմ, ես հիվանդ եմ, ես ծերանում եմ, իմ մոտ ոչինչ չի ստացվի, ես չեմ դիմանա։ Յուրաքանչյուր նման արտահայտություն դա հրաման է ձեր DNT-ին քայքայման համար։ Փոխարինեք դրանք ստեղծարարներով։ Ես լի եմ էներգիայով, իմ մարմինը առողջ է, ես երիտասարդանում եմ օրեցօր։ Իմ մոտ ամեն ինչ ստացվում է, ես կդիմանամ ամեն ինչին։ Երկրորդ կանոն. ասեք բարի խոսքեր ձեզ բարձրաձայն ամեն օր։ Կանգնեք հայելու առաջ առավոտյան, նայեք ձեր աչքերի մեջ, ասեք. ես սիրում եմ քեզ, դու հրաշալի ես, դու առողջ ես, դու ուժեղ ես։ Սա ինքնաներշնչանք չէ, սա գենետիկական կոդի ուղիղ վերածրագրավորում է ձայնային ալիքի միջոցով։ Երրորդ կանոն. օգտագործեք աղոթքներ կամ աֆիրմացիաներ խորը զգացմունքով։ Կարևոր չէ հավատում եք դուք Աստծուն թե ոչ, կարևոր է անկեղծությունը և էմոցիայի ուժը։ Աղոթքը ապաքինման խտացված ալիք է։ Այն գնում է ինֆորմացիոն դաշտ և վերադառնում ձեզ հազարավոր անգամներ ուժեղացված։ Չորրորդ կանոն. ամբողջությամբ հանեք կյանքից անեծքները և հայհոյանքը, հատկապես ձեր և մտերիմների հասցեին։ Հիշեք 30,000 ռենտգեն թիվը, յուրաքանչյուր կոպիտ բառ հասցնում է այսպիսի հարված ձեր բջիջներին։ Սա չափազանցություն չէ, սա գիտականորեն չափված փաստ է։ Հինգերորդ կանոն. դադարեք վախենալ մահվան։ Հասկացեք, դուք անմահ եք։ Ձեր գիտակցությունը չի անհետանա, երբ մահանա մարմինը, այն կանցնի ինֆորմացիոն դաշտ և կմնա այնտեղ ընդմիշտ։ Մահվան վախը ամենաքայքայող ծրագիրն է։ Ազատվեք դրանից և կապրեք շատ ավելի երկար։ Ինչ երաժշտություն է հնչում ձեր ներսում հենց հիմա, մահվան ռեքվիեմ, թե կյանքի հիմն։ Կիրլյանն ապացուցեց, դուք ինքներդ եք ընտրում ձեր մեղանդին։ Յուրաքանչյուր բառով, յուրաքանչյուր մտքով, յուրաքանչյուր էմոցիայով դուք գրում եք ձեր իրականության կոդը։ Փորձեք այս կանոնները մեկ շաբաթվա ընթացքում, ընդամենը 7 օր, և դուք կզգաք տարբերություն ձեր մարմնում, ձեր վիճակում, ձեր կյանքում։ Իսկ հաջորդ տեսանյութում ես կպատմեմ այլ գիտնականների մասին, ում ստիպեցին լռել ճշմարտության համար։